Կազմալուծվել է մոնոպոլիզացիան տնտեսության մեջ։ Բանկերը արտոնյալ 0% տոկոսադրույքով վարկեր են տրամադրում փոքր բիզնեսին։ Միջին ու փոքր ձեռնարկատիրության համար հայտարարվել է հարկային արձակուրդ, իսկ անհարկի գին բարձրացրած խոշոր տնտեսվարողը տուգանվում է գերշահույթի մասին օրենքի տառով։ Եթե այս ամենը իրականություն լիներ, ապա պետք է համարեինք, որ մենք արդեն հաղթահարել ենք ճգնաժամը քիչ առաջ թվարկված քայլերով։ Հենց այսպիսին է վաղվա տնտեսագետների առաջարկը Հայաստանի կառավարությանը։ Եվ այսպես, մենք հաղթահարում ենք ճգնաժամը։ Բաց դաս։ Եվրոպական ակադեմիա, տնտեսագիտության ֆակուլտետ, 3-րդ կուրս։ Հավանաբար դուք բոլորդ հիշում եք նախորդ պարապմունքներին, մենք խոսել ենք այն մասին, որ տնտեսական ճգնաժամերը ցանկացած երկրում, ցանկացած ժամանակում, քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքում պարզապես անհրաժեշտություն են։ Անհրաժեշտություն են այն պատճառով, որ խախտվում է ինչը, հավասարά շրջվածությունը, չէ՞ որ աշխարհում այսօր նկատվում է գործազրկություն, տնտեսական աճի տեմպերի նվազում, չէ՞, ինչպես պիտի վարվենք մեր երկրում, ինչպես պիտի հաղթահարենք այս խնդիրները։ Ահա խնդրեմ, ուզում եմ, որպեսզի դուք շատ անմիջականորեն ձեր ունեցած նյութի, ձեր գիտելիքների, ձեր տեղեկատվության, այնքան որքանով որ դուք պատկերացնում եք տնտեսական ճգնաժամը աշխարհում, տնտեսական ճգնաժամը մեր փոքրիկ երկրում եւ բնականաբար հաղթահարման այն լծակները, այն խնդիրները, այն մեխանիզմները, որոնք կարող ենք մենք առաջարկել։ Խնդրեմ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում հնարավոր է ճգնաժամի հաղթահարում, հատկապես փոքր եւ միջին բիզնեսի խթանումը, սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այսօր էլ Հայաստանում պետք է խթանվի սպառողական պահանջարկի աճը։ Սպառողական ապրանքների մեծ մասը Հայաստանում ներմուծվում, այսինքն համարում եմ, որ դա արդյունավետ կլիներ, եթե մենք ունենանք տեղական արտադրություն եւ դա կխթաներ արտադրությունը, աշխատատեղերը։ Իսկ տվյալ դեպքում այդ գումարների մեծ մասը, որոնք կներգրավենք միջազգային կառույցներից, մենք օգտագործենք ընդհանուր ներմուծման համար եւ կխթանենք օտարերկրյա պետությունների արտադրությունը։ Պետությունը պետք է, կարծում եմ, շեշտը դնի ճգնաժամից դուրս գալու համար փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանմանը, արտոնյալ վարկեր տրամադրի երկարաժամկետ։ Տնտեսական ճգնաժամը մայր օջախից նահանգներից մինչև Հայաստան այս օրերին ավելի ու ավելի շատ է դառնում գործնական դասաժամի թեմա։ Վաղվա տնտեսագետները, որ եւս ապահովագրված չեն տարբեր արտակարգ իրավիճակներից, փորձում են ուրվագծել այն ելքերը, որոնք կկիրառեին, եթե լինեին կառավարություն։ Միաժամանակ անկեղծանում են, ոչ ոք իրենցից այսօր չէր ցանկանա լինել կառավարության, առավել եւս վարչապետի պաշտոնում։ Նոր մտքեր, ոչ ստանդարտ գաղափարներ, կառավարությունն այսօր առաջարկում է տնտեսագետ ուսանողներին մտորել ու համագործակցել։ Նպատակն է ակտիվացնել հասարակության երիտասարդ հենց ակտիվ կոչված լինելու սեգմենտը։ Ընտրված փոքրինչ հավակնոտ խորագիրը «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» հազիվ թե հայտնվեր կառավարության որևէ պաշտոնյայի նոթերում, իսկ ուսանողը մաքուր էջից կարող է ստեղծագործել, քննադատել, առաջարկել, միաժամանակ սխալվել ու սովորել սեփական սխալների վրա։ Իսկ կառավարությունում չեն բացառել, որ վաղվա մասնագետները գուցե այսօր էլ կիրառելի գաղափարներ ունենան։ Ըստ էության այս նախաձեռնությունը նաև որոշակի հնարավորություն է ընձեռում այնինչ իրենք ունեն իբրև գիտելիքներ, իբրև փոքր, բայց փորձ, որը կուտակված է իրենց մոտ, իրենց ինստիտուտներում, իրենց համալսարանում, նույնպես այդ փորձել կիրառել եւ պրակտիկայում ինքնադրսևորվել ու ցույց տալ իրենց գիտելիքները։ Հենց այդ նպատակով ապրիլի 7-ից կառավարությունը, Կենտրոնական բանկը, Մեդիամաքս լրատվական գործակալության հետ համատեղ հայտարարեցին մրցույթ «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» թեմայով։ Ինչ պետք է անի Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականությունը ճգնաժամի մարտահրավերներին համապատասխանեցնելու համար։ Երկրորդ ենթաթեման ինչ պետք է անի կառավարությունը ճգնաժամի պայմաններում տնտեսության զարգացումը ապահովելու համար։ Երրորդը վերաբերում է մասնավոր բիզնեսին, այսինքն բիզնեսմենները ինչպես պետք է ոչ միայն պահպանեն իրենց բիզնեսը, այլև զարգացման ուղիներ փնտրեն ճգնաժամի պայմաններում։ Եվ չորրորդը վերաբերվում է բանկային ոլորտին, ինչ պետք է անեն բանկերը տնտեսությանը իսկապես նպաստելու եւ միգուցե ոչ ստանդարտ ինչ-որ եղանակներ կիրառելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներն իրենց ռեֆերատներով, որոնք անհրաժեշտ է մինչև ապրիլի 20-ը ուղարկել Banks.am հասցեով։ Լավագույն 3 աշխատանքները կարժանանան պարգևավճարների։ Հետաքրքիր մտքերի հեղինակները կհանդիպեն կառավարության ղեկավարներին աշխատանքային սեղանի շուրջ։ Մինչ այդ տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի ուսանողները իմի են բերում մտքերը, բանավիճում սկսած լողացող փոխարժեքի լողալու սահմանափակումներից։ Որ ավելի կտրուկ կազմի։ Ասում լողացող, ասում ես դառնա ոչ կարգավորող։ Լողացողը նշանակում է, որ ինքը չի կարգավորում, Անհրաժեշտ է թեթևացնել
Կրթել տնտեսությունը մոնոպոլիաներից մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Վաչեն իր տեղադոմսը սկսում է այս կետից։ Որպեսզի տնտեսության մեջ կարողանան ավելի շատ տնտեսվարող սուբյեկտներ գործել ինչ-որ ոլորտներում եւ ոչ թե կենտրոնացված լինի եւ գերշահույթները ստանան այդ կոնկրետ սուբյեկտները։ Սա թույլ կտա նախ արտաքին այս գնանկումային միջավայրը իրոք արտացոլել Հայաստանի Հանրապետությունում։ Վաղվա կենտրոնական բանկի պոտենցիալ նախագահ նրա համակուրսեցին մտածում է, որ ինքը հաստատ կպատժեր բանկերին իրենց վարած իներտ քաղաքականության համար։ Բանկերը այսօր շատ պասիվ եւ զգուշավոր են մասնակցում տնտեսության զարգացմանը, չափից դուրս բարձր գնահատելով ռիսկերը։ Վերեմ մի պարզ օրինակ, ասենք մարդը, որը ժամանակին այնքան գնողունակ էր, որ ապարիկ պայմանագրեր չէր կնքել ու այսօրվա դրությամբ ինչ-ինչ պատճառներով, հայտնի պատճառներով ստիպված է ապարիկով դիմել։ Ես կոնկրետ անուններ չասեմ, օրինակներ չասեմ, ես ինքս պրակտիկ աշխատող եմ ու բազմիցս ինձ հետ պատահել է այդ դեպքը։ Բանկը այսպեսի պատասխան է տալի։ Գիտեք ինչ, մենք վարկային ռեգիստրում հարցում ենք կատարել, տվյալ մարդը չունի վարկային պատմություն, ուստի եւ այսօրվա բարձր ռիսկային ոլորտում մենք չենք գնում այդ ռիսկին։ Ես սա անթույլատրելի եմ համարում ու նաեւ համարում եմ, որ սա պետքա վերահսկվի կենտրոնական բանկի կողմից առաջին հերթին։ Մեր բանկերը իրենց վերցած ռիսկերի համար, այսինքն այն ավանները, որ իրանք ներգրավել են, անմիջականորեն իրենք են պատասխանատու եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը։ Եվ կենտրոնական բանկը չի կարող նրանց թելադրել որևէ մեկի ռիսկը վերցնել իրանց վրա, որովհետեւ կենտրոնական բանկը պատասխանատու չէ դրա համար։ Աղասին կարծում է, որ կառավարությունը դարձյալ բյուջեն վերանայելու կարիք ունի։ Օրինակ այլ ծախսերը իմ կարծիքով որոշակի հստակեցում մտցնելով պետական բյուջեի ծախսերի մեջ մենք կարանք ոչ միայն մենք կարանք ի հեճուկս որոշ կանխատեսումներին կատարել բյուջեն այս տարի հստակեցում եւ վերահսկողությունը բարձրացնելով այլ ծախս ոչ թե հանելով այլ հստակեցում մտցնելով դրանց մեջ եւ վերահսկողությունը բարձրացնելով այդ այլ ծախսերի որովհետեւ մեղմորեն հստակ չի այդ այլ ծախսերը որտեղ են գնում դրանց վերահսկողությունը պիտի բարձրացվի եւ անկախ բոլոր տեսակի գործնական քայլերից ճգնաժամն ըստ այս ուսանողի կարելի է հեշտ վերապրել եթե իմ կարծիքով ճգնաժամը շատ հեշտությամբ հաղթահարվում է եթե սպասումները դրական են այսինքն եթե հասարակությունը դրական սպասումներ ունի որ ճգնաժամը հեշտ կհաղթահարվի ապա ճգնաժամը շատ հեշտությամբ հաղթահարվում է։ Այսպիսով ճգնաժամ ուսանողական լսարանների ներսում պարբերաբար քննարկվում է դառնում դիպլոմային աշխատանքների ամենապոպուլյար թեմաներից ամենան, իսկ հիմա կարող է նաև դառնալ իշխանություն-հասարակություն կապի ամենաարդիական ճանապարհներից մեկը։